Պարոն Գրիգորյան, հիմա նաև ուզում են վերաբացեն Նեմեսիսը հանրային հեռուստաընկերությամբ իշխանական քարոզիչներով խոսող գլուխներով պրոպագանդում են, որ դե չէր կարելի այդ մարդկանց սպանել, ընդ որում Նեմեսիսի հետ կապված մեծ վայնասուն է բարձրացրել նաև Ադրբեջանը եւ արձանի հուշարձանի տեղադրումից հետո, իսկ այսօր արդեն նույնիսկ որոշ Ալիևյան քարոզիչներ, իսկ այնտեղ ոչ մեկ այդ կեղծ է, այնտեղ չկա քաղաքասարակություն, այնտեղ Ադրբեջանում չկա ազատ մտածող կարծիք արտահայտող որևէ մեկը եւ որևէ տեղ երբ որ գնում են հատուկ ծառայությունների աշխատակիցներն են նրանց ուղեկցում։ Ինչևէ, հիմա նրանք ասում են Հայաստանը ոչ միայն պետք է Հայաստանի այս իշխանությունները հեսա Փաշինյանը անցկացնենք, ասում են ընտրություններով, ոչ միայն սահմանադրությունը պետք է փոխվի, Նժդեհի արձանը պետք է ապամոնտաժեն, Նեմեսիսի արձանը պետք է վերացնեն եւ այստեղ ուզում եմ անպայման դուք որպես մասնագետ նաև խոսեք Նեմեսիսի առնչությանը ադրբեջանցիների հետ, հա, այդ բանը բացեք, ինչու է դրանով է գուցե պայմանավորված հենց ադրբեջանցիների այս վայնասունը։ Եվ անպայման ուզում եմ Նեմեսիսից խոսելիս դուք Սողոմոն Թեհլերյանի մասին երբ որ մենք խոսում ենք թե թուրք գործիչների նկատմամբ, հա, ինչ տեղի ունեցավ։ Ես ուզում եմ խոսեք նաև առաջի սպանությունը Կոստանդնուպոլսում, որ տեղի ունեցավ, հայի է, չէ՞, նա սպանել Հարություն Մկրտչյանին։ Այո։ Մի քանի հարցեր ես ներառեցի, խնդրում եմ անդրադարձեք այդ հարցերին։ Նախ Նեմեսիսի հետ կապված ինչ պետք է ասել, որ սպանել են անմեղ մարդկանց, դա աբսուրդ է, որտեղ հայտնի փաստ է, որ դեռ 1918 թվականի դեկտեմբերին, երբ համաշխարհային պատերազմը նոր էր ավարտվել եւ երիտ թուրքերը փախել էին այդ ղեկավարությունը, նոր սուլթանական կառավարության ներկայացուցիչը ընդունեց, որ հայերի նկատմամբ հանցագործություն է կատարվել։ Սա հետ կապված ես մի մեծ հարցազրույց հենց Նեմեսիսի հուշարձանի մոտ եմ տվել, այդ հուշարձանը բացելուց քիչ հետո շատ փաստեր եմ այնտեղ մանրամասնել, իսկ որ 1919 թվականի հունվարին սուլթանական կառավարությունը, իդեպ Թուրքիայի վերջին սուլթան Վայիդեդդինը հայոց ցեղասպանության դեմ էր։ Այդ վերջին սուլթանը եւ որոշակի փաստեր կան, որ համակրական վերաբերմունք ա ունեցել հայերի նկատմամբ, նաեւ իր դժգոհությունն ա հայտնել, թեև նա իշխանություն չի ունեցել, այսպես ասենք։ Երբ վերջին այդ կառավարությունը բացեց հանձնապահներ, դատավորներ, ռազմական ատյաններ ստեղծվեցին։ Այս ռազմական ատյանների մասին ոնց որ թե շատերը մոռացել են։ Ի վերջո այդ ռազմական ատյանները հսկայական նյութ են հավաքել։ Հունվարից մինչև հուլիս դատավարություն է տեղի ունեցել, տարբեր փուլերով դատավարություն, եւ չեմ ուզում շատ կանգնել դրա վրա, բայց պաշտոնական թուրքական դատարանն է, որ ճանաչել է երիտթուրք լիդերների հանցավոր մասնակցությունը հայերի ոչնչացման գործում։ Հենց թուրքական դատարանների որոշմամբ է, որ հերրակա կարգով Թալյաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը եւ մյուսները էլի մարդիկ կային, դատապարտվել են մահապատժի հերրակա կարգով։ Բազմաթիվ ներկայացուցիչներ էլ բանտարկվել են։ Իդեպ այդ բանտարկյալների մի մասին հետո անգլիացիները բաց թողեցին, Մալթա բաց թողեցին գնացին, բայց եղել են նաև ցեղասպանության հանցագործության, ցեղասպանություն բառը չկա, ասենք, եզրույթը ձևավորվել է միայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց մարդկության դեմ կատարած հանցագործության համար մեղադրյալներ եղել են, որովհետև իդեպ ասեմ, այն ժամանակ շրջանառվել է մի հասկացություն։ Դեռ 1915 թվականի մայիսին, երբ առաջին լուրերը հասան Օսմանյան կայսրությունում կատարվող հայ-ջունջ այդպես քաղաքականության մասին, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հայտարարությամբ հանդես եկան, որտեղ առաջին անգամ նրանք շրջանառության մեջ դրեցին հայերի նկատմամբ կատարածը, որակելով մարդկության դեմ կատարած հանցագործություն։ Սա հայտնի փաստ է։ Հետո ռազմական դատարանների ստեղծումն էլ բնականաբար անտանտի պետությունների նախաձեռնություններ, որ պարտադրեցին թուրքական իշխանություններին։ Այդ դատարանը կազմված էր թուրքերից եւ քրդերից, մեջը հայ չկար։ Ոչ էլ անգլիացիներ կային կամ անտանտի պետությունների ներկայացուցիչներ էին։ Հենց թուրքերից եւ նաեւ կար քուրդ Մուստաֆա Փաշան, իդեպ շատ դրական էր տրամադրված հայերի նկատմամբ, սա էլ հետաքրքիր երևույթ է, որին հետո թուրքերը իրենք ասպարեզից հանեցին, թուրքական դատարանը ինքն է ճանաչել այդ հանցագործությունները։ Այլ բան է, որ հանցագործությունները կատարողներին
գործնական քայլեր չկատարեցին գտնելու եւ պատժելու։ Իհարկե որոշները, որոնք բռնվել էին Օսմանյան կայսրության տարածքում, մեկ-երկու մահապատիժ եղել է։ Հայերի ոչնչան թուրքական դատարանի վճռով մեկ-երկու մահապատժի ենթարկեցին։ Փոքր ավելի, այսպես ասած, կերպարներ են, անունները շատ հայտնի չէ, այսպես ասենք։ Բայց այն խոշոր դեմքերը նրանք փախուստի մեջ էին բոլորը։ Հիմա երբ դատարանը դատելն է, ճանաչել է նրանց մեղավորությունը, ասել թե նրանք անմեղ են, եթե անմեղ են, ինչու թուրքական դատարանը նրանց հերրակակարգում ահվան է դատապարտել։ Իսկ ինչու արեց թուրքական դատարանը։ Թուրքական դատարանը հսկայական փաստերի ճնշման տակ չէր կարող այլ բան անել։ Այլ բան չէր կարող։ Չէր կարող այլ բան անել, նաև միգուցե այդ պայն անտանտի պետություններն էլ որպես հաղթողներ ճնշում էին, հա։ Հա, իդեպ սա ասեմ ձեզ, որ այդ թուրքական դատարանի դատավորները իրենք հետո բանտարկվեցին։ Նրանց ճակատագիրը այդքան հաջող չի դասավորվել։ Մեկը քուրդ Մուստաֆա Փաշան էր, որը հետո իդեպ հայերին նաև տեղեկացնում էր, ինֆորմացիա էր տալիս, սա էլ հետարքիր կերպար է, Էնվերի տեղաշարժերի մասին, անգամ փորձել էր Էնվերին հրավիրել, ինքը հետո գնաց դեպի Քրդստան, հրավիրել ու հայերին էլ ինֆորմացնում էր, որ Էնվերը գալու է։ Եթե պիտի պատժեք, եկեք պատժեք։ Մոտավորապես այսպիսի ինֆորմացիա էլ մենք ունենք, շատ հետարքիր կերպար է։ Եվ էլի թուրք դատավորներ կային, իդեպ նրանցից մեկն էլ են Անգլիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի մայրական գծով նախապապն է, այսպես ասենք։ Հա, Ջոնսոնը թուրքական ծագում ունի մայրական գծով։ Բորիս Ջոնսոնը հենց։ Բորիս Ջոնսոնը այդ դատավորներից մեկի դստեր սերունդն է։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Բորիս Ջոնսոնին, որ Ուկրաինայի պատերազմի հարցում Թուրքիայում հավաքի ժամանակ Էրդողանի եւ այլ գործիչների հետ ասել էր, որ պատերազմը չպետք է դադարեցվի Ուկրաինայում, պետք է կռվեն մինչեւ վերջին ուկրաինացին, այո, զոհվի։ Այդ Ջոնսոնի պապին մահապատժի ենթարկեցին Թուրքիայում։ Իսկ ընտանիքը անգլիացիները տարան Անգլիա։ Այդպես է ճակատագիրը գնացել։ Այնպես չի, որ թուրքական դատարանի անդամները ազատ մնացին։ 1920 թվականի վերջերին այդ դատարանի անդամներին ձերբակալեցին, թուրքական իշխանությունները ձերբակալեցին, համարեցին մեղավոր եւ այլն, նրանք տարբեր ճակատագրերի արժանացան։ Այսինքն հենց թուրքական դատարանը ինքը զերծ չմնաց պատիժներից, համարեցին, որ նրանք թուրքական ազգային շահերի դեմ բան են կատարել։ Սա մի քիչ այսպես ասած չլուսաբանված էջ է մեր պատմության մեջ, բայց կարևոր է։ Հա, բայց այս էջը կա, սա պիտի իմանանք։ Իսկ այն որ դրանից հետո Նեմեսիսը պիտի գործի դրվեր, Նեմեսիսը գործի էր դրվում, որովհետև կար կայացված պատիժ, բայց չկային պատիժը իրականացնողներ։ Սա, այսպես ասենք, այստեղ հարցականի տակ դնել հանցագործներ էին սպանում, թե արդաներ դա այսօր ծիծաղելի է նույնիսկ։ Ինչ վերաբերում է Նեմեսիսի գործընթացին Ադրբեջանի հետ առնչակցությունը։ Իդեպ Նեմեսիսի առաջին գործողություններից մեկը ուղղվել է հենց մուսավաթական Ադրբեջանի լիդերների դեմ։ Մենք չենք մոռանում, որ նույն մուսավաթական Ադրբեջանի լիդերները 1918 թվականին Բաքվում սեպտեմբերին իրականացրեցին հայերի ջարդ, որոնց զոհգնաց 30,000 հայ։ Եվ այդ ջարդի կազմակերպիչներից մեկը մուսավաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրն էր, որ իդեպ հետագայում այսպես անցավ խորհրդային կողմ եւ որպես խորհրդային Ադրբեջանի առևտրական ներկայացուցիչ հայտնվեց Կոստանդնուպոլսում, որին էլ Միսակ Թորլակյանը 1921 թվականի ամռանը Կոստանդնուպոլսում պատուհասեց եւ Միսակ Թորլակյանը, ինչպես եւ Սողոմոն Թելերյանը անգլիացիների կազմակերպած դատարանից հետո ազատ արձակվեց եւ հետո ապրեց։ Եվ բացի ուրեմն Բեհբուդ խան Ջիվանշիրից մենք 1919 թվականի վերջին եւ 20 թվականի ընթացքում նաեւ տեսնում ենք մուսավաթական Ադրբեջանի որոշ լիդերների Հաղվերդովի, Խան Խոյսկու եւ ուրիշների պատժումը հայ այսպես բրիժարուների ձեռքով։ Իդեպ այդ պատժողների մեջ էին Միսակ Թորլակյանը, Արամ Երկանյանը, պատահական մարդիկ չէին։ Այսինքն այն գործիչները, որ հետո Նեմեսիսում պիտի այսպես կարևոր դերակատարում ունենային, իրենց կարևոր փորձերից մեկը նաեւ մուսավաթական Ադրբեջանի հանցագործ լիդերներին պատժելու այդ գործընթացում են։ Դրա համար են իրենք այսպես սևեռված նրանք Նեմեսիսի նկատմամբ։ Ուրեմն իսկ մյուս խնդիրը, որ ասացիք, առաջին քայլը Թեյլերյանի հետ կապված, Արշավիր Շիրակյանի հետ կապված, պիտի ասեմ ձեզ, երկուսի մոտ էլ նույն պահը մենք տեսնում ենք։ Երկուսն էլ իրենց գործունեությունը սկսել են ազգային միջավայրից։ Այսինքն պրակտիկ առաջին քայլը կատարել են ազգային միջավայրում, այսպես
այն գործիչների նկատմամբ վրեժխնդրական ակտեր կատարելուց, որոնց մեղքով բազմաթիվ հայեր մեծ եղերնի շրջանում տուժել են։ Դա եւ Հարություն Մկրտչյանն ա եղել եւ Վահե Իհսանն ա եղել, որ հայ ազգի այսպես թուրք ոստիկան աշխատել մինչեւ սա էլ ուրեմն ինքն էլ է, չէ, Հարություն Մկրտչյանն էլ է եղել ոստիկանության պարագլուխեր։ Եվ ցուցակներ ա կազմել, հայ մտավորականների ցուցակների կազմումը նրա հետ ա կապված։ Այն ինչ որ ապրիլի 24-ին մենք ասում ենք գաղտնի ոստիկանության ղեկավար կարծեմ, չէ։ Մենք ունենք այդպիսի տխուր բաներ։ Դավաճաններին, այսինքն դավաճանների դեմ 1919 թվականին մենք ունենք մեկ այլ դավաճանի սպանություն, դա արդեն Հնչակյանների ձեռքով, որը Հնչակյան կուսակցության ջախջախման առիթ դարձավ։ Դա Արշավիր Սահակյան անունով մի կերպար էր, որը Արթուր Եսայան անունով գաղտնի մասնակցել էր Հնչակյանների Կոնստանցիայի համագումարին եւ հետո ամբողջ ինֆորմացիան տեղեկացրել էր եւ նրա պատճառով են որ ձերբակալում ու սպանում են Փարամազը եւ էլի Այսինքն սկզբում եղել է Ադրբեջան մուսաֆաթական Ադրբեջանի լիդերները, հետո Հարություն Մկրտչյան եւ այլ հայեր, որոնք թաքնված դավաճանական գործողություն էին ծավալում, գործունեություն եւ հետո նոր թուրքական ըստ էության հետո լիդերն, որովհետեւ Նեմեսիսի վճռորոշ փուլը շատ ավելի դժվար փուլ էր, քանի որ այդ մեծ հանցագործները իրենք լավ գիտեին իրենք ինչ են արել եւ տարիներ շարունակ թաքնվում էին։ Նրանց գտնելը այդքան հեշտ չէր։ Ժամանակ էր պետք նրանց հետքերը հայտնաբերելու համար։ Այն բաց այդ դավաճանը արդեն գիտեն որ սա բազմաթիվ մարդկանց ոչնչացել է եւ անտեղը գիտեին հեշտ էր, խնդիր չէր առանձնապես։ Բայց մեծ խնդիրը այդ թաքնված տեղիստեղ պատտվող ուրիշի անվան տակ հանդես եկող հանցագործներին գտնելու խնդիրն է։ Այստեղ որ շատ մեծ աշխատանք կատարվեց, այդտեղ երբեմն մենք հիշում ենք միայն էպիզոդիկ բաներ, ասենք այն օրերը երբ քիրակները արդեն այո գործողությունը այսպես վերջնական փուլի ասում, բայց ամեն մի այդպիսի կրակոցից առաջ մենք ունենք նախորդող շրջան, որը շատ դժվար շրջան է, երբ մարդիկ ամիսներով հետևել են, գտել են տեղը, ով է, ինչը հայտնաբերել են երթուղիները, հիմնական ասենք ինչ հանցանքներ են արել, այդ ամբողջը բացահայտել են։ Հանցանքներ անելը դատարանը արդեն բացահայտել է, այսպես ասենք, Թուրքական դատարանը 19 թվականի հուլիսի 5-ին արդեն իր վճիռները կայացրել է։ Բայց դրանից հետո մենք Նեմեսիս գործողությունը երբ հասկացել ծրագրել 19-ի աշնանը, երբ արդեն ակնհայտ էր, որ դաշնակիցները ոչինչ չեն անում, թուրքական նոր իշխանություններն էլ դատավճիռ կայացրել են, բայց դա համարել են ոնց որ բարոյական մի բան արել են, էլի դե հերակակարգով դատապարտել ենք։ Բայց որ հանցագործը պատժված չի, սա է խնդիրը։ Դաշնակիցները մտադիր չեն անելու, թուրքական պաշտոնական իշխանությունները չեն անում կամ չեն կարող անել։ Ուրեմն ով պիտի անի։ Պիտի անի այն ժողովուրդը, որի դեմ ուղղված եղել այդ հանցագործությունը։ Եթե այդ ժողովուրդը դա չաներ, այդ ժողովուրդը հարգանքի արժանի չէր, եթե կուզեք իմանալ երկրի վրա ապրելու իրավունք չուներ։ Եվ այդ երբ ձեռնարկը կազմակերպվեց, պատահական չէ, դա երկարատև process էր, որտեղ այսպես քայլ առ քայլ պետք է գտնեին տարբեր մարդիկ իրենց դերն են խաղացել, իհարկե շատ ավելի հայտնի են այն մարդիկ, ովքեր վերջին պահին ատրճանակ են ուղղել եւ իրենց գործը կատարել են, ստվերում մնացել են հաճախ նրանք, ում գործունեությունը շատ երկար ժամանակ հասկանալի պատճառով նույնիսկ աշխատում էին չբացահայտել, ասենք Հրաչ Փափազյանի մասին ենթադրենք էլի, որտեղ շատ ավելի քիչ հայտնի է Հրաչ Փափազյանը, բայց ֆենոմենալ մարդ է, որը հանուն իր ժողովրդի խնդիրների լուծման անգամ ստիպված է եղել ապրել թուրքական միջավայրում, լսել իր ժողովրդի հասցեին, հայոյանքներ, այսպես սպառնալիքներ, բայց հանդես է եկել որպես թուրք կալվածատիրոջ զավակ։ Հանուն գործի անգամ թլպատվել է, այսպես ասենք, որպեսզի մուսուլմանները հասկանում եք, որ վստահություն ձեռբերի նրանց մոտ, այո։ Ասենք հասել է նրան, որ ջերմալ ազգի մեծ հանցագործներից մեկի տղայի հետ է ընկերացել։ Բայց հա, հետախուզական նպատակներով։ Հա, բնականաբար ընկերացել է, նայա որ հետքերը շատ հաճախ գտել է եւ կոնկրետ միայն պիտի հետո տասնամյակներ հետո այս մարդը արդեն երբ կյանքի վերջին բաներում էր, պիտի նոր հիշեին, թե ինչ արել Հրաչ Փափազյանը։ Այդ տեսեք իսկական խոնար հերոս։